Երբ մենք մահանում ենք, մենք ոչինչ չենք վերցնում մեզ հետ, ոչ գիտվոսը, ոչ ունեցվածքը, ոչ ոսկին, նույնիսկ սպիները, որը մենք պլանավորել էինք թաքցնել։ Մենք հեռանում ենք դատարկ ձեռքերով, մեր գրպաններով լիովին դատարկ։ Մեր լուսանկարները պահվում են որևէ դարակում, մեր ժպիտից հետո ոչ ոք չի կարող կիսվել։ Մեկ ժառանգորդը ստանում է տունը, մյուսը ստանում է մատանին, որը երբեք չի կրել ամենահավաքարին ժառանգորդը գլխացավ է գույքագրման հետ կապված, դահլիճում ձայներ են բարձրանում, բացահայտելով քողարկված շահերը, ամեն ինչի մասին, որ նրանք կարող են վերցնել։ Երբ մենք մահանում ենք, մենք հեռանում ենք դատարկ ձեռքերով, մենք նույնիսկ մեր անձը հաստատող հաստատուղթը չենք վերցնում։ Մենք թողեցինք բանալիները, մենք թողեցինք Կարնանային կաթսայի համար, նույնիսկ սուգարանի թղթի համար, բայց մենք դատարկ ձեռքերով ենք հեռանում, մենք նույնիսկ մեր անձնագրերը չենք վերցրել, մանում են ինչ-որ դարակում, մեր լուսանկարը, որը ժամանակի ընթացքում արել է, մանում է ամենուն է, ով կհիշի, թե ինչ ունենք, ժառանգները միայն այն են ուզում, մենք թողել ենք, թե դաբլի վրա գտնվող առանձնատում է, թե սրբի պատկերը, որը մաքրվում է, խոհանոցի լվացարանի մոտ, թե դաժանգոտած տապակը, թե դա գարնանային կաթսան, ժառանգները կկրվեն ամեն ինչի համար, ինչն ենք թողել է, մացին մեզ
մեզանից մեկ ժառանգորդ սեր արևեցնում, մյուսն ասում է ես կպահեմ մեքենար, ես օգտարա հայրիկի մասին, աղքան նրա մոհ, ժառանգներ արդեն կրվում են հյուրասենյակում, ու բարգավորությունից առաջ նրանք կարծես վիշատի շագրավներ սայ համար դու ենիս դու գարարի թախտի համար բայց մենք հեռանում ենք ձեռնունայն մենք նույնիսկ չենք վերցնում մեր անկախ նրանից, թե դա մեծ պալատ է, անկախ նրանից, թե դա փոքրիկ